Բարեձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի հերթական նիստի աշխատանքը, նախ պետք է հաստատենք նիստի օրակարգը, ովքեր են կողմ նիստի օրակարգը հաստատելուն։ Շնորհակալություն, հիմա պետք է քննարկենք չզեկուցվող հարցերի փաթեթը, չզեկուցվող հարցերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ կան։ Չկան, ովքեր են կողմ չզեկուցվող հարցերի փաթեթը հաստատելուն։ Շնորհակալություն, հիմա անցնում ենք զեկուցվող հարցերի քննարկմանը, առաջին զեկուցվող հարցը համար 14-ն է անշարժ գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին, զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան, պարոն Խուդասյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անշարժ գույք ամրացնելու եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 13.404.000 դրամ արժեքով 1.5 հեկտար մակերեսով հողամասը ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը եւ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Սևան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նշված անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով, որով անվավեր է ճանաչվել Սևան ազգային պարկ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի եւ Կարեն արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջև կնքված պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Խուդասյան, հարգելի գործընկերներ, գիտենք, որ այս հարցում էական աշխատանք է կատարում նաև դատախազությունը եւ Տիկին Վարդապետյան, եթե լրացնելու բան ունեք հարցի կապակցությամբ, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեր ծննդյան տարեդարձը եւ մեր ամենաջերմ մաղթանքները հղել ձեզ, մաղթելով ձեզ մասնագիտական նորանոր մարտահրավերներ, համբերություն եւ առողջություն ի նպաստ այն ծառայության, որ դուք իրականացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության եւ ձեր թույլտվությամբ կարճ կներկայացնեմ այս հարցի վերաբերյալ դատախազության կողմից կատարված աշխատանքը եւ գիտեմ, որ նաեւ ձեր գլխավորությամբ Սևան ազգային պարկի հետ կապված որոշակի աշխատանքներ են իրականացվում, որին մասնակցում է նաեւ գլխավոր դատախազությունը, կցանկանամ ներկայացնել, թե մինչ այս պահը ինչ աշխատանքներ են իրականացված, կարծում եմ դրանք օգտակար կլինեն նաեւ հետնությամբ ինչ է պարզվել։ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համաձայն Գեղարքունիքի մարզի Սևան Գավառ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի թիվ 3 հասցեում գտնվող 1.5 հեկտար բնապահպանական նշանակության հողամասից բացի իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը։ Բացի այդ, կառավարությանն առընթեր գույքագրման վարչության Սևան տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածում Սևան Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հեկտար մակերեսով հողամասը, այդ թվում շինությունները, Գեղարքունիքի մարզպետի 97 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա գրանցման գրքում գրանցվել են արտադրական կոոպերատիվի անվամբ։ Վերոգրյալի հիման վրա դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության իդեմս Սևան ազգային պարկ պոակի տնօրենի եւ արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված եւ 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս։ Պարոն փոխվարչապետ, այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը եւ տրամադրվում է վարձակալական իրավունքով հողամաս։ Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված ուղղակի իրականության մեջ գոյություն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն։ 2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ, 2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզի համայնք Գավառ գյուղ Ծովազարդ հասցեի 1.5 հեկտար մակերեսով 13.404.000 դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քառակուսի մետր շենքշինության նկատմամբ
գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Եվ ձեր թույլտվությամբ կարճ ներկայացնեմ նաև այն աշխատանքները, որ այս պահին իրականացվում են, մի մաս ընթացքի մեջ է, մի մասը դատարանում, մի մաս արդեն ավարտվել է։ 2025 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությանը եւ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության եւ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել են մի շարք միջնորդագրեր։ Միջնորդագրերից բացի կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական երկու մարմիններին, նախաձեռնված են եւ քննվում են քրեական վարույթներ։ Ձեր թույլտվությամբ համառոտ ներկայացնեմ, որպեսզի նաեւ խնդիրը պարզ լինի։ Առաջին միջնորդագրով գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով Դրախտիկ գյուղից 5 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող 40900 քառակուսի մետր մակերեսով հողամասը կրկին կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին։ Իրավաբանական անձի եւ ֆիզիկական անձի միջև 2008 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագիր, որով հողամասից 0.74 հեկտար հողամասի կառուցապատման իրավունքը իրավաբանական անձը վաճառել է ֆիզիկական անձի, ինչի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում։ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք վերոնշյալ 0.74 հեկտար հողամասի կառուցապատման համար։ Մեր ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քառակուսի մետր մակերեսով շինություն, բացի այդ կադաստրային գործում 2011 թվականին բացակայել են շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող շինարարական թույլտվության շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները։ Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 25 թվականին միջնորդագիր է ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից դատախազությունը տեղեկատվություն է ստացել, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ։ Նշեմ, որ այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով։ Երկրորդ այլընտրանքը չկա։ Համանման կերպով Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հեկտար մակերեսով 68.343.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է 17 տարի հետո 2021 թվականին։ Հայտնաբերված խախտման հիման վրա Գեղարքունիքի մարզի դատախազի առաջարկով 25 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականը ճանաչվել է ուժը կորցրած։ Նաև դատախազության կողմից գրություն է հասցեագրված ազգային պարկ ՊՕԱԿ-ին վերոնշյալ տարածքում առկա ապօրինի շինությունները ապամոնտաժելու, քանդելու ուղղությամբ։ Պարոն փոխվարչապետ, սրանք զրո-նիշից ցածր գտնվող տարածքներ են, շինություններ են, որոնք ենթակա են քանդման, եւ նշեմ, որ դատախազությունը նաև հսկողություն է իրականացնելու քանդման աշխատանքների իրականացման նկատմամբ։ Երրորդ միջնորդագիրը կրկին Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից է ներկայացված կրկին պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզվել է, որ նույն ՊՕԱԿ-ի եւ ֆիզիկական անձի միջև 2006 թվականին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող 600 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը։ Կրկին նույն խախտումներն են արձանագրվել ուսումնասիրությամբ, կրկին կառուցապատման իրավունք կամ հողամասի վարձակալություն առանց արձանագրելու ինքնակամ շինությունը։ Կրկին դատախազությունը գրություն է հասցեագրել Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին, առաջարկելով լուծել պայմանագիրը։ Միաժամանակ նշեմ, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել եւ քննվում է քննչական կոմիտեում, դեռևս պատասխան չենք ստացել ՊՕԱԿ-ից, որովհետեւ բոլորովին վերջերս ենք ուղարկել։ Եվ չորրորդ, կարծում եմ, շատերի համար անընդհատ Սևանի ափով անցնելիս հայտնի մի շինությանն է վերաբերում, ոչ միայն շինության, այլև մի ամբողջական համալիրի։ Այս միջնորդագիրն ուղարկվել է պետական շահերի պաշտպանության վարչության կողմից։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ՊՕԱԿ-ի եւ իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հեկտար մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր, մենք առաջարկում ենք այդ պայմանագիրը լուծել եւ հողամասի վրա ամրակայված գույքերը
օտարել Սևան ազգային պարկ պոակին ու վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ մենք խնդրել ենք միջոցներ ձեռնարկել։ Այստեղ որոշակի իրավական հարցեր կան, որ դեռ կքննարկենք կադաստրի հետ, եթե գործընկերների կողմից չկարողացանք աշխատանքային կարգով համաձայնության գալ, մենք պարտավորեցման հայցով ընդդեմ գործընկերների այս դեպքում ստիպված կլինենք մտնել դատարան, որպեսզի պարտավորեցնենք գործողությունն իրականացնել։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի որևէ հիմք չկա։ Մասնավորապես մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում, արձանագրությունը առկա չէ ընդհանրապես, ինչը նշանակում է, որ մրցույթ չի եղել։ 2021 թվականի հունվարից մինչև պոակի կողմից ծանուցումն ուղարկելու օրը 25 թվականի սեպտեմբերի 10-ը պոակը չի ստացել առնվազն կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է էլի շատ մինիմալ հաշվարկներով շուրջ 35 միլիոն դրամ։ Սևան ազգային պարկ պոակի պաշտոնատար անձին իրավաբանական անձի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու եւ հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից միջնորդագիր է ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն, առաջարկելով լուծել վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև ամրակայված գույքերը վարձատուին օտարելու ուղղությամբ, այդ մասին 3 ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին։ Պայմանագրի կոնկրետ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարձակալի կողմից հողամասի վրա ամրակայված գույքը պոակի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ենթակա է ազատման։ Ի պատասխան մեր միջնորդագրի պոակը նշել է, որ ծանուցում է ուղարկել համապատասխան իրավաբանական անձին, բայց բացի այդ մենք ակնկալում ենք նաև, որ գույքերի հետ կապված եւս իրավական լուծումներ կտրվեն, եթե չտրվեցին, կրկին պարտավորեցման հայցով դատախազությունը կմտնի դատարան։ Նշեմ, որ նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձի պատկանում է հարևանությամբ գտնվող, հանգստյան գոտում հարևանությամբ գտնվող բավական այդպես էլի տեսանելի անշարժ գույքը, եւ այս անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով մենք արդեն հայցադիմում ենք ներկայացրել վարչական դատարան։ Կարճ նշեմ, որ պարզել ենք, որ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ այս ապօրինի շինությունները կառուցվել են առանց օրինական հիմքի, կառուցվել է առանձնատուն, տիրապետվում եւ տնօրինվում է հատկացված հողամասի չափը շուրջ 3 անգամ գերազանցող հողամաս առանց որևէ հիմքի, պարոն փոխվարչապետ, ընդհանուր 9088 քառակուսի մետր զավթած տարածք ունենք միայն այս առանձնատան շրջակայքում։ Ամփոփելով, չչարաշահելով ժամանակը, ասեմ, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության հիման վրա մի շարք այլ միջնորդագրեր ենք ուղարկել Սևան համայնքին արդեն եւ Սևան ազգային պարկ պոակին, Սևանալճի ափամերձ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում արկա ապօրինի կառուցված շենքշինությունները ապամոնտաժելու եւ հողամասը նախկին տեսքի բերելու համար աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, այս պահի դրությամբ 3 հողամասերում արկա շենքշինություններն են ամբողջությամբ ապամոնտաժվել, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ եւ կայացվել են 23 քանդման որոշումներ, որոնք դեռևս չեն կատարվել, բայց մենք շարունակելու ենք հսկողություն իրականացնել այս ուղղությամբ եւ եթե աշխատանքները չկատարվեցին, պահանջելու ենք դատական կարգով, որպեսզի հարկադրենք կատարել քանդման աշխատանքները կամ ինքնակամ զավթողի կողմից կամ մեր գործընկերների կողմից։ Այսքանը սիրով կպատասխանեմ հարցերին, եթե այդպիսիք կան։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, նախ շնորհավորանքի խոսքերի համար, ապա նաև մանրամասն պարզաբանումների։ Այս պարզաբանումը նույնպես ապացույցն է նրա, որ մի կողմից անցյալում ձեռնարկված եւ արդեն իսկ հանգուցալուծման հասած հարցերը թույլ են տալիս օրինական շրջանառության վերադարձնել այն հողամասերը, որոնք որ գտնվում են ազգային պարկի իրավասության ներքո եւ նաեւ վկայություն են նրա, որ բազմաթիվ զուգահեռաբար ընթացող process-ներ կան, որոնք որ շուտով իրենց տեսանելի արդյունքները կբերեն։ Պարոն Թորոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, Տիկին Վարդապետյան, եթե հնարավոր է կարող եք մեզ եւ հանրությանն էլ տեղեկացնել այդ ֆիզիկական անձանց անունները, որոնց հետ փոխկապակցված են այդ իրավաբանական անձին, որովհետեւ կարծում եմ, որ դա պակաս կարեւոր չէ, թեև միգուցե մենք գուշակում ենք դա որ գույքերին է վերաբերում, բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ նաեւ հնչեցնենք մեր այսպես չակերտներով ասած հերոսների անունները։ Շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։
Գույքերը պատկանում են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Բնականաբար հայտնի գույքեր են, մեկը Հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է, մի մասը 0-ից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս, որը պատկանում է իրավաբանական անձին, այդ մասին ուղղակի փոքր գույքը 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին ուղղակի պաշտոնատար անձ է։ Ու այս աշխատանքները հիմնականում վերաբերում են պարոն Թորոսյանի նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց։ Այլ հարցեր։ Պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Ես կխնդրեի պարոն փոխվարչապետ, այս գույքերի քանդման հետ կապված մենք առաջարկություն ներկայացնենք համայնքին գումար տրամադրվի։ Բավականին մեծ միջոցներ է պահանջվում, դրա համար համայնքը դժվարանում է այդ բոլոր գույքերը ժամանակին քանդում իրականացնել։ Խնդրեմ առաջարկենք, որ գումար ներկա տրամադրվի, համայնքը կարողանա այդ քանդման աշխատանքները իրականացնել։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն այդ առաջարկի համար։ Ես կարծում եմ մենք կարող ենք քննարկել այդ հարցը, ձեզ հետ առիթ ենք ունեցել համանման առիթներով համանման դեպքերի կապակցությամբ խոսելու, բայց եկեք ընդունենք նաև, որ խոսքը ոչ միայն գումարների բացակայության մասն է, այլ բավականաչափ հետևողականություն տեղական ինքնակառավարման մարմինները չեն ցուցաբերում կայացված որոշումներ իրագործելու ուղղությամբ։ Ընդունում եմ ձեր առաջարկը, եկեք առանձին աշխատանքային քննարկում ունենանք եւ եթե պարզ դառնա, որ մեր կողմից պետական բյուջեից հատկացող միջոցները կարող են օգնել, որ կայացված որոշումները արագ իրագործվեն, ապա կարող ենք նաև այդպիսի աջակցություն ցուցաբերել։ Պարոն Մեյմարյան, դուք կխնդրեմ, որ հետևական լինեք Սևան ազգային պարկի կողմից իր համար նախատեսված առաջիկա անելիքները իրագործելու հարցում։ Մենք ձեզ հետ նույնպես քննարկելու առիթներ ենք ունենում տարբեր հարցերի առնչությամբ, սա էլ այն դեպքերից է, երբ որ պարոն Սարգսյանի առաջարկը ընդհանուր հարցերի շրջանակում դիտարկելով կարող ենք նկատելի առաջընթաց արձանագրել։ Տիկին Վարդապետյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, քանի որ առաջարկի հետ կապված է այն, ինչ ուզում եմ ասել, ի նկատի ունեցեք, որ այո, կան գույքեր, որոնք քանդման ենթակա են, որովհետև եւ էսթետիկ տեսքի առումով եւ իրենց ֆունկցիոնալության տեսանկյունից այո, միանշանակ պետք է քանդվեն, բայց իմ կողմից նշած գույքերը առանձնատներ են, հանգստյան տներ են եւ բավական մեծ ներդրումներ են։ Այս առումով ես կարծում եմ մի փոքր ավելի ընդլայնված քննարկում պետք է իրականացվի, կխնդրեմ նաև մեզ էլ ներգրավել։ Այստեղ իրավական դուալիզմ ունենք։ Մի կողմից ինքնակամ կառույց է, եթե որպես գլխավոր դատախազ իմ կարծիքը հարցնեք, ես կարծում եմ դրանք պետք է հողին հավասարացնել, քանդել եւ դրանով ցույց տալ, որ նմանատիպ վարքագիծը երբևէ ընդունելի լինել չի կարող գոյություն ունենալ իրականության մեջ, բայց ես նաև հասկանում եմ, որ գույքերը կարող են ունենալ նաև տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ, որը կարելի է կիրառել, եւ ես կխնդրեմ, որ կառավարությունը մեծ գույքերի հետ կապված աշխատանքային կարգով քննարկումների ընթացքում, եթե հնարավոր է հստակ չափանիշներ սահմանի, որ դեպքում են, որ գույքերը միանշանակ ենթակա են քանդման, եւ որ դեպքում են, որ գույքերը կարող են բացառիկ դեպքում տրամադրվել օրինակ առողջապահության նախարարությանը, կրթության նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, շրջակա միջավայրի նախարարությանը, կրթական, առողջապահական եւ այլ հանրօգուտ սոցիալական նպատակներով օգտագործվելու համար։ Կխնդրեմ քննարկումը մի փոքր այլ լայն նայել, ոչ միայն քանդման համար սուբվենցիաների շրջանակում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, ձեր առաջարկը նույնպես անպայման կդիտարկենք եւ կհրավիրենք նաեւ դատախազության գործընկերներին այդ աշխատանքային քննարկումներին մասնակից լինելու համար։ Այլ նկատառումներ, հարգելի գործընկերներ, չկան, առաջարկում եմ քվեարկել հարցը, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է եւ հաջորդ քննարկվող հարցին ենք անցնում հարց համար 19 Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում փոփոխություն եւ լրացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2069 որոշման մեջ
փոփոխությունների լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, պարոն Խուդացյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 միլիարդ 828 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկում է 14 համայնքների թվով 27 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորել, համապատասխան ցանկը ձեր թույլտվությամբ պարոն փոխվարչապետ ներկայացնեմ։ Թալին համայնքի Աշնակ, Մաստարա, Արտենի բնակավայրերում խմելու ջրագծերի ցանցի հիմնանորոգում աշխատանքների 60%-ը կատարված են։ Արարատի մարզ, Արարատ համայնքի Երաս, Խլանջար, Ուրցալանջ եւ Պարուսեվակ բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ կատարված է աշխատանքների 95%-ը։ Արմավիրի մարզ, Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ հողակի շենքի հիմնանորոգում աշխատանքները ավարտված են։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Չարենց փողոցի Շահումյան Աբովյան հատվածի հիմնանորոգում, Միասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում աշխատանքները ավարտված են, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում աշխատանքները ավարտված են։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Վարդենիկ, Զոլակար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեխովիտ, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Ծովասար եւ Երանոց բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, Ձորագյուղ բնակավայրում կամրջի եւ պաշտպանիչ պատի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի եւ 10-րդ փողոցի Ատման խաշմերուկում ընկած հատվածի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի Արակից հրապարակի մայթերի քարե սալիկներով կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի բնակավայրի Վաղաշեն բնակավայրում փակ դրենաժի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Մարտունի համայնքի Վարդենիկ, Զոլակար, Լիճք, Ծովասար, Երանոց բնակավայրերում խմելու ջրագծի կառուցում կատարված է աշխատանքների 95%-ը, Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Տերյան, Թաթերական, Սոսարքսյան փողոցների հիմնանորոգում աշխատանքները ավարտված են, Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թիվ 6, 8, 12, 14, 20 շենքերի ջերմամեկուսացման եւ էներգոարդյունավետության արդիականացում կատարված է աշխատանքների 90%-ը, Տաշիր համայնքի Նովոսելցովո եւ Մեղրաովիտ բնակավայրերի գազաֆիկացում կատարված է աշխատանքների 70%-ը, Տաշիր համայնքի Մեծավան, Լեռնահովիտ, Ձորամուտ, Պաղաղբյուր բնակավայրերում ճանապարհների վերանորոգում սալարկմամբ կատարված է աշխատանքների 70%-ը, Սպիտակ համայնքի Սպիտակ, Կատնաջուր, Արևաշող, Գեղասար, Ծաղկաբեր, Լեռնավան, Ջրաշեն, Լուսաղբյուր եւ Մեծ Պառնի բնակավայրերի փողոցների սալարկում տուֆ քարով կատարված է աշխատանքների 90%-ը, Սպիտակ համայնքի Արչահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում, Քարաձոր բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցի ընդլայնում կատարված է աշխատանքների 80%-ը, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում աշխատանքները ավարտված են, Կոտայքի մարզ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ, 17-րդ, 18-րդ փողոցի ասֆալտապատում աշխատանքները եւս ավարտված են, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 4-րդ եւ 8-րդ փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Զար բնակավայրի ջրատարի վերակառուցում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում աշխատանքները ավարտված են, Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի 15-րդ փողոցի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու, Սևաբերդ բնակավայրի 5-րդ փողոցի սալարկում տուֆով աշխատանքները ավարտված են, Նոր Հաճն համայնքի Նոր Հաճն, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Նոր Գեղի եւ Քարաշան բնակավայրերի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում աշխատանքները եւս ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի կոյուղու կառուցման աշխատանքները ավարտված են, Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի 3-րդ փողոց առաջին եւ 3-րդ նրբանցների, Մարմարիկ բնակավայրի 2-րդ, 3-րդ փողոցների 2-րդ նրբանցք,
5-րդ, 6-րդ փողոցների կապիտալ վերանորոգում, ասֆալտապատման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում աշխատանքները ավարտված են։ Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 1-ին, 2-րդ, 8-րդ, 10-րդ փողոցների շարունակելի հատվածների, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ եւ 4-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտված են։ Նայիրի համայնքի Քասախ Պրոշյան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են։ Օգտվելով առիթից նաև կուզեմ նշել, որ չզեկուցվող հարցերով մենք ընդունեցինք ուրեմն 8 համայնքներում հրատապ լուծում պահանջող 8 ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը 129 միլիոն դրամ է։ Ըստ մարզերի այդ ծրագրերը բաշխված են Արագածոտնի մարզում 3 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 3 ծրագիր, Սյունիքի մարզում 1 ծրագիր, Տավուշի մարզում 1 ծրագիր, նաև չզեկուցվող հարցերից մեկ այլ նովել մենք ճանապարհների բարեկարգման, նախագծերի ձեռքբերման, փորձաքննությունների անցկացման եւ ավարտված աշխատանքների 5 Ամփոփում ենք տարվա ընթացքում նախատեսված անելիքը, թե դեռևս որոշում կայացնելու կարիք կունենանք։ Պարոն փոխվարչապետ, մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորում, եւս մեկ ուրեմն հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը թույլ կտամ ասել հսկայական ծավալի է լինելու, շուրջ 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, դա մեծ հավանականությամբ կլինի կառավարության հաջորդ նիստին։ Մենք պլանավորում ենք այս տարին բարելավել նախորդ տարվա ցուցանիշները եւ շարժվում ենք այդ ուղղությամբ, շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա, ամսի 18-ի նիստը կլինի մեծ հավանականությամբ վերջինը, որտեղ մենք սուբվենցիոն համաֆինանսավորման հարց կունենանք, որպեսզի հետո նաեւ մարզպետի աշխատակազմերը հաջորդ մի քանի օրերին հնարավորություն ունենան բաշխում իրականացնել համայնքներին եւ համայնքներն էլ հնարավորություն ունենան շինարարներին պատշաճ վճարել։ Շատ լավ, պարոն Խուդասյան, շատ կարևոր է դա հատկապես եւ օգտվելով առիթից դիմում եմ նաեւ մեր խոշորացված համայնքների ղեկավարներին, որ անեն ամեն անհրաժեշտ բան, որ տարեվերջին այս եղանակով հատկացված միջոցները հասկանալով, որ մենք շատ քիչ ժամանակ ենք ունենում մինչեւ տարեվերջ աշխատանքային օրերի առումով հասցնենք վճարել, որովհետև այն աշխատանքները, որոնք կատարվել են, նաև պետք է հատուցվեն պատշաճ ձևով, որ նաև կազմակերպությունները կարողանան իրենց աշխատավարձերի եւ մյուս պարտավորությունները կատարեն ժամանակին։ Հարցեր հարգելի գործընկերներ, այս ցեկուցված հարցի կապակցությամբ կան։ Ես մեկ նաև բարձաբանում եմ ուզում ներկայացնել, նկատի ունենալով, որ պարոն Խուդասյանը իր խոսքում թվարկեց ծրագրեր, որոնք վերաբերում են նաև գազաֆիկացմանը։ Մենք այս ամբողջ տարվա ընթացքում շատ եւ նաեւ անցյալում տարբեր որոշումներ ենք կայացրել եւ մեր որոշումների հիմքում դրել ենք այն մեծականակ պոտենցիալ շահառուների արկայությունը, որոնք կարող էին դառնալ գազաֆիկացված համայնքներում շահառուներ եւ բաժանորդներ եւ մի դեպքում արձանագրեցինք, որ չնայած մեր կանխատեսումներին հետագայում տարբեր պատճառներով այդ պոտենցիալ շահառուների զգալի մաս շարունակում է չլինել բաժանորդ, տարբեր պատճառներով, ես այստեղ չեմ ուզում պատճառները մանրամասն քննարկման առարկա դարձնել, ինչը մեր նպատակներից չի բխում։ Բնականաբար մենք ցանկանում ենք, որ եթե որևէ համայնք գազաֆիկացվել է նաև կառավարության աջակցության շնորհիվ եւ այնտեղ եղել են պայմանական 400 պոտենցիալ շահառուներ, ապա նրանց զգալի մասը արդեն այդ գազաֆիկացման հնարավորությունը հասանելի դառնալու հետ միասին միանգամից դառնան շահառու եւ օգտվեն այն հնարավորությունից, որ ընձեռվել է կառավարության նաեւ համայնքի ֆինանսավորման արդյունքում։ Հասկանալով, որ այնտեղ տարբեր պատճառներ կարող են լինել, մենք պարոն Խուդասյանի հետ պայմանավորվել ենք, որ նախ գույքագրում ենք, թե անցյալում նման եղանակով որքան ծրագրեր են եղել իրականացված եւ նաեւ քննարկում ենք, թե համայնքներում ինչ առանձնահատուկ խնդիրներ կան, որոնք որ պատճառ են դարձել այս իրավիճակի եւ եկող տարվա սկզբում արդեն առանձնահատուկ որոշումներ կայացնենք նաեւ այդ կապակցությամբ, այսինքն կխրախուսենք առաջիկա ծրագրեր հաստատելու ժամանակ հատկապես այն խոշորացված համայնքներին, որոնք որ անավարտ չեն թողել աշխատանքը, այլ հետո նաեւ պոտենցիալ բաժանորդների, բնակիչների հետ աշխատել են նաեւ, որ արդեն կատարված ներդրումները իրենց նպատակին ծառայեն եւ ես սա հատուկ եմ ուզում ասել, որ մեր համայնքի ղեկավարները նույնպես
մտածեն, որ սա իրենց առանձնահատուկ պատասխանատվության հարցն է մարդկանց հետ առանձին աշխատելու եւ ծրագրի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, եւ մենք էլ մեր որոշումներով կխրախուսենք եւ կաջակցենք նրանց, ովքեր որ այդ ճանապարհին լավ արդյունքներ են ցույց տվել։ Եվ եթե կան համայնքներ, որոնք որ դանդաղում են տարբեր պատճառներով, կարող են բացատրել պատճառները, գուցե կա հնարավորություն նաեւ, որ մենք կառավարության քննարկումների շրջանակում այդ հարցում որևէ աջակցող գործողություններ որոշում կհասնենք։ Պարոն Հարությունյան, խնդրեմ։ Շնորհակալություն հարգելի փոխվարչապետ, նախորդիվ մի կարևոր հարց բարձրացեցիք, որին կուզեի նաև մեր մարզպետերը եւ ՏԿ-ն ուշադրություն դարձնի։ Ուրեմն մենք երբեմն բողոքներ ենք ստանում, որ աշխատողներին գումարներ չի վճարվում, որոշ տնտեսվարողների կողմից շինարարների եւ շատ են դեպքերը, չեմ ասի բոլորը, բայց շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Խախշին կոմիտեի նախագահի թելը բռնում են, գնում են բում պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը կամ գումար է ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս եւ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում, նաեւ շինարար աշխատողների հետ այս զրույցները տանենք, որ ֆիքսենք, որ մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետեւ 1000 անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք վճարելու։ Պարզապես տնտեսվարողները պատշաճ չեն հանձնում աշխատանք կամ ընթացիկ աշխատանքներ, որպեսզի գումարները ստանան եւ կամ այդ գումարը ստանում են եւ այլ նախագծերի վրա են ծախսում եւ աշխատավարձերը չեն վճարում, այսպիսի դեպքերը քիչ չեն եւ խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ այդպիսի տպավորություն են փորձում ստեղծել որոշ ամբարախիղճ տնտեսվարողներ, որ պետությունը չի վճարում այդ գումարը։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, շատ կարևոր դիտարկում եք անում։ Մենք ամբողջ ընթացքում պարոն Խուդասյանի հետ այդ հարցին փորձում ենք ուշադիր լինել, նաև նկատի ունենալով, որ այն փաթեթները, որոնք հաստատման են հասնում, բավական երկար ճանապարհ են անցնում, առնվազն այն քննարկումների տիրույթում, որոնք վերաբերում են նախարարությանը եւ մեր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին, որոնք վերաբերում են հաստատումներին, մենք փորձում ենք կազմակերպել այնպես, որ այդ տեսանկյունից ուշացումների պատճառ չլինի։ Բայց նորից այստեղ բոլորին է արդեն իմ դիմումը, որ երբ որ մենք հեշտ չի լինելու։ Տեսեք, պարոն Խուդասյանը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է եւս 10 միլիարդ դրամի հատկացումների մասին մտածենք եւ ֆինանսների նախարարության հետ դեռ պետք է աշխատենք, որովհետեւ մենք հիմա խոսում ենք լրացուցիչ հատկացումների մասին։ Եկեք հիշենք, որ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը ամբողջությամբ արդեն կառավարության կողմից հատկացված եղել է եւ նաեւ այս 2 միլիարդ 828 միլիոն դրամը լրացուցիչ հատկացման շնորհիվ է կատարվում։ Եվ այն 10 միլիարդ դրամը, որ մենք հաջորդ շաբաթվա ընթացքում կֆինանսավորենք, նույնպես լրացուցիչ հատկացումների միջոցով է տեղի ունենալու եւ դրա արդյունքում անհրաժեշտ է, որ նաեւ կապալառու կազմակերպությունները իրենց աշխատակիցների նախ եւ առաջ եւ հետո նաեւ մատակարարների նկատմամբ պարտավորություններ պատշաճ կատարեն, որովհետեւ դրանից կապված է այս ամբողջ տպավորությունը ծրագրի իրականացման եւ դրա արդյունքների։ Պարոն Հարությունյան, Ես ամենևին չասեցի, որ որոշ օղակներում պետական դանդաղումներ չի լինում, այդպիսի դեպքեր էլ ա եղել, ես չասեցի բոլոր դեպքերում, բայց դեպքերի մի ահագին հատվածում իմ ասած իրավիճակն է ստեղծվում։ պարոն Խուդասյան, խնդրեմ։ Օգտվելով առիթից, պարոն փոխվարչապետ, կուզեմ ասել, որ բոլոր այն դեպքերում, որտեղ շինարարական ընկերությունները մեզ ներկայացել են որոշակի ծավալի հետ կապված աշխատանքների կատարողականներ, համայնքները պատշաճ կերպով այդ կատարողականները ուսումնասիրել են, տվել են մարզպետի աշխատակազմ, որից հետո մարզպետի աշխատակազմը տեղում ուսումնասիրություն է իրականացրել ծավալների մասով եւ փոխանցվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն նախագիծ պատրաստելու համար ամբողջությամբ համակարծիք եմ պարոն Հարությունյանի հետ, սա ասում եմ են տրամաբանության մեջ, որ շինարարական ընկերության աշխատակիցներն էլ իմանան, որ բոլոր այն դեպքերում, երբ որ շինարարը մեզ կատարողական է տվել, մենք դեկտեմբերի 18-ի դրությամբ բոլոր այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացրած կլինենք, այսինքն չենք ունենա կատարողական, որը պատշաճ կերպով ստացած եւ տեղում ուսումնասիրություն եւ ծավալներում համոզված կլինենք եւ այդ կատարողականի մասով մենք 2025 թվականը կամփոփենք պարտքով
Անդրադառնալով նաև ձեր ասացին, պարոն փոխվարչապետ, եթե անդրադառնանք սուբվենցիաների մասով մեր կատարողականին եւ եթե հաշվի առնենք այն ծավալը, որը մեր մոտ պատրաստ է եւ արդեն շրջանառել ենք ավելի քան 10 միլիարդ դրամի մասով, պիտի ասեմ, որ մենք տարեսկզբին պլանավորածի համեմատ 200% սուբվենցիաների կատարողական կունենանք եւ ավելի քան 150% ճանապարհների մասով կատարողական կունենանք տարեսկզբի պլանավորածի համեմատ կուզեմ նաև արձանագրել, որ մենք ճանապարհաշինության մասով նոյեմբերի վերջ արդեն 505 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, ասֆալտապատված ճանապարհ ենք կառուցել, որովհետև ճանապարհ կառուցել ենք ավելի շատ, կառուցել ենք նաև գրունտային ճանապարհեր շուրջ 20 կիլոմետր եւ նախորդ տարիներից թերի իրականացած ավելի քան 30 կիլոմետր ճանապարհի վերին շերտ ենք փոխարինել այս տարի, որի մասած 505 կիլոմետրում չկա։ Շնորհակալություն, պարոն Խուդասյան։ Այլ հարցեր կամ դիտարկումներ չկան, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատում ենք եւ հարգելի գործընկերներ, հաջորդ մեր զեկուցող հարցը ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցն է։ Զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյան, պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, հարգարժան պարոն փոխվարչապետ, լավագույն բարեմաղթանքներս, ես նույնպես շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, քննարկման եմ ներկայացնում ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը։ Նշեմ, որ դեռևս ոստիկանության բարեփոխումների առաջին փուլով նախատեսվել եւ ստեղծվել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որը տեխնիկապես եւ ծրագրային նորագույն լուծումներով ժամանակակից կենտրոն է եւ ապահովում է ոստիկանության արագ արձագանքը քաղաքացիների ահազանգերին։ Այդուհանդերձ նշեմ, որ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ իհարկե նոր անդրադարձ կատարվեց այս ոլորտին եւ իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, որի պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կողմնորոշվելու, թե որ դեպքում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել։ Մինչդեռ այդպիսի իրավիճակներում պետությունը պարտավոր է ապահովել ահազանգի արդյունավետ սպասարկումը, իսկ քաղաքացին կարող է ճիշտ չկողմնորոշվել տվյալ իրավիճակում։ Բացի այդ, իրավախախտումների կանխարգելման, հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքի ապահովման գործընթացում արձանագրվում են կառավարման որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են լինում տարբեր մարմինների դերերի չկոորդինացված բաշխմամբ, տեղեկատվության ցրվածությամբ եւ օպերատիվ հաղորդակցության անբավարար համակարգերով։ Նշված խնդիրները հանգեցնում են նաև արձագանքման ժամկետների երկարացման, որոշումների ուշացման եւ իրավիճակների կառավարելիության թուլացման։ Ուստի անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակների, իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների եւ այլն, վերաբերյալ ահազանգերի եւ դրանց արձագանքման բնակչության համար առավել մատչելի եւ արդյունավետ համակարգ, միաժամանակ ապահովելով արձագանքման ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, ինչի համար նախատեսվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն, մեկ միասնական հեռախոսահամարով։ Ըստ այդմ, առաջարկվում է ներքին գործերի նախարարության կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը։ Արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ տարբեր արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, բնակչության ազդարարման ու իրազեկման, ինչպես նաև հանրային միասնական հաղորդակցության ապահովումը։ Ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ ստացված տեղեկությունների մասնագիտական վերլուծության իրականացումը, որոնք ճգնաժամային կառավարման համար պետք է ապահովեն անհրաժեշտ տեղեկատվական բազա եւ օգտագործվեն հետագա կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծման պայմանավորված առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման եւ փրկարարծարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը, դրանց տեխնիկական համակարգներն իրենց ամբողջ ծավալով փոխանցելով նոր գրասենյակին։ Բացի այդ, արտակարգ իրավիճակների կառավարման տեսանկյունից զուգահեռաբար կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա փրկարար ծառայությունում հստակ գործառույթային դիրքավորումներ ապահովելու համար։
Ոստիկանության եւ փրկարարծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102-911-101 փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միության առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։ 102-911-101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման եւ նաեւ շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Միաժամանակ արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային եւ տեխնիկական լուծումներով կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն նոր մասնագիտացված ահազանգը սպասարկող հաստիկներ։ Ըստ էության վերջնարդյունքում մենք զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցնենք մինչեւ 10 վայրկյան։ Իսկ արձագանքի միջին տևողությունը 10 րոպե մինչև։ Նախագծերը համաձայնեցված են շահագրգիռ մարմինների հետ, կխնդրեմ հավանություն տալ եւ եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ դրանց։ Շնորհակալ եմ։ 3 հարց, պարոն Մկրտչյան։ Ասեցիք 102, 911 եւ 101 համարներն են այսօր գործողության մեջ եւ դրանք կփոխարինվեն 112 հեռախոսահամարով։ Իսկ ճիշտ չի ավելի կամ կարող է այդպես է նախատեսվում, որ քանի դեռ մենք 102-911-101-ը չենք հանել շրջանառությունից, գործողության մեջ դնենք նաև 112-ը, որը կլինի 4-րդ կիրառելի հեռախոսահամարը, նախ մարդիկ կսովորեն այդ 4-րդին, հետո այդ ժամանակահատվածում նաև այն գործող 3-ը կվերահասցեագրվեն, հետո երբ որ այդ 3-ը հանվեն շրջանառությունից, 4-րդը կշարունակի մնալ ուժի մեջ եւ կխնդրեմ նաև երկու բարձաբանում դրա հետ միասին։ Ասացիք, որ զանգը կսպասարկվի 10 վայրկյանում, իսկ արձագանքը կլինի մինչև 10 րոպեում։ Այսօր այդ ցուցանիշները ինչպիսին են, որ հասկանանք, թե այս փոփոխության արդյունքում ինչ արագություն է ավելանալու եւ զանգերի սպասարկման եւ արձագանքի հարցում։ Խնդրեմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, հենց այդպես էլ պատրաստվում ենք անել, այսինքն 112-ը կգործարկվի, մնացած համարները զուգահեռաբար կմնան ֆունկցիոնալ, ուղղակի այդ զանգերը ինքնաշխատ կտեղափոխվեն բնականաբար 112-ին, իդեպ այս պահին 101-ը գործող համար է, բայց նույն կարգավիճակով կլանված է 911-ի մեջ, ինքը բավականին հին համար է, եւ իրազեկման արշավներ կիրականացնենք քիչ-քիչ քաղաքացիներին տեղեկացնելով, որ այս համարները այլևս սկսելու են չգործել եւ ինչ որ մի պահից դրանք կդադարեցնենք։ Այսօրվա զանգի սպասարկում ասելով ես նկատի ունեմ, երբ որ զանգը վերցվում է, ինքը միջինում 18 վայրկյան է, բայց այստեղ մի փոքր նաև ավելի վատ իրավիճակ էլ ունենք, եթե վերցնում են, իսկ շատ դեպքերում դրանք մոտավորապես 25-30%-ն են կազմում, երբ որ զանգը ուղղակի չի հասցվում պատասխանվի եւ հետո հետադարձ զանգ է կատարվում, այստեղ արդեն բավականին տևական ժամանակ է փաստացի ստացվում։ Իսկ միջին այս պահին արձագանքի տևողությունը 23 րոպե։ Իհարկե սա եթե նկատի ունենանք, որ անտառային ինչ որ տարածքում բավականին մեծ ժամանակահատված պահանջող ամենաբարձր ժամկետի հետ համադրված միջին ժամկետը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Այլ հարցեր, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն։ Ես մի առաջարկ ունեմ, հատկապես որ պարոն Մկրտչյանը անդրադարձավ մի այդպիսի դեպքի, իսկ չի լինի ընդհանրապես չմտածենք այդ համարները հանելու մասին, եթե դա մեծ ֆինանսական եւ տեխնիկական միջոցներ մեզնից չի պահանջելու, որտեղ այնուամենայնիվ նույնիսկ մեկ զանգը կարող է կարևոր լինել ինչ որ մի օր ապագայում, եւ երկրորդն էլ 911-ը այնուամենայնիվ հյուսիսային Ամերիկան ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ համարն է, մենք այնտեղից էլ ենք շատ զբոսաշրջիկներ ունենում, հայրենակիցներ ունենում, որոնք կարող է 112-ին այդքան էլ ծանոթ չեն, որ ավելի եվրոպական մոդելն է։ Եթե մեծ ծախսեր չի պահանջում ֆինանսական եւ տեխնիկական, ես առաջարկում եմ ընդմիշտ թողնել, առնվազն տեսանելի ապագայում այդ բոլոր համարներն էլ աշխատեն եւ հեռահաղորդակցված մնան նոր համարի վրա։ Շնորհակալություն։
Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, ըստ էության մենք հստակ ժամկետ չենք նախանշել դրանք հանելու եւ մեր պլանը այնպեսին է, որ դրանք հանել շրջանառությունից, երբ որ դրանց անհրաժեշտությունը կարծես թե կվերանա։ Եվ հա, բնականաբար գործելու են եւ մեր սպայի դիտարկումները ծախսի հետ այդպես կապված խնդիրներ չունենք։ Պարոն Թորոսյանի վերածօրինակում, պարոն Մկրտչյան, այդ անհրաժեշտությունը չգիտենք երբ կվերանա, որովհետև 3 տարի հետո որևէ մեկ այցելու Հայաստան, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որը գիտի 911 ինչպես օգտագործել եւ չգիտի 112, կարող է այդ պահին առաջանա այդ անհրաժեշտությունը եւ դիտարկում այն մասներ, որ մենք որևէ դեպք չունենանք, որ մենք համարը չիմանալու պատճառով դեպքը մեր սպասարկումից դուրս թողնենք։ Բայց այո, քանի որ անորոշ է, ենթադրում եմ, որ ինչ-որ մի ժամանակ մենք մտադրություն էլ չունենք այդ համարները օգտագործումից հանելու, հետո կարող ենք ըստ անհրաժեշտության վերադառնալ հարցի քննարկմանը։ Այլ հարցեր, Տիկին Ավանեսյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, ուղղակի հստակեցման կարգով ուզում եմ նշել, որ մենք այսօր էլ գործընկերների հետ ունենք ծրագրային լուծումներ եւ այդ զանգերը փոխանցվում են մեկս մյուսին, մշակվում են եւ ըստ անհրաժեշտության նաեւ համատեղ է իրականացվում կանչերը։ Ուզում էի նշել, որ 103-ը որպես այդպեսին մնալու է եւ մեր առողջապահության նախարարության ենթակայության հանրապետական շտապօգնության ծառայությունը իր օպերացիոն կառավարման կետը ունենալու է, որովհետեւ այն ներառելու է նաև վարակիչ հիվանդությունների եւ այլ մասերով նաև օպերացիոն կառավարման հնարավորություններ եւ ծրագրային առումով միանշանակ մենք միասնական հարթակի միջոցով կարողանալու ենք տեղեկատվությունները վարկանների on-line ռեժիմով իրար փոխանցել։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, այլ հարցեր չկան, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատում ենք եւ հարգելի գործընկերներ, մեր զեկուցվող վերջին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 587 նվիրոշման մեջ փոփոխություններ լրացումներ կատարելու մասին է։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, խնդրեմ պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 5-ի համար 587-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի համար 1667-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը Նախագծերով առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել պետական գույքի օտարման եւ էլեկտրոնային հաճույքների անցկացման գործընթացները կանոնակարգող իրավական ակտերում համակարգն առավել թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու նպատակով խոսքը հիմնականում կարգի ժամկետների եւ վճարման փոփոխությունների մասին է առաջարկում պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար պարոն Ավետիսյանը ներկայացնի նախագծում արված հիմնական փոփոխությունները շնորհակալություն Շնորհակալություն պարոն Խուդացյան, ուղղակի եթե ես ճիշտ եմ հասկանում, մենք հարցերից մեկը չզեկուցվող հարցերի փաթեթում հաստատել ենք եւ այն ինչ որ հիմա զեկուցվում է վերաբերում է օտարման գործարքների էլեկտրոնային աճուրդի հարթակում կազմակերպմանը, պարոն Ավետիսյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան, մի շարք էական փոփոխություններ ենք իրականացնում գործընթացում, հիմնվելով տարեսկզբից գործարկված էլեկտրոնային աճուրդների համակարգում իրականացված գույքի աճուրդների վիճակագրության հիման վրա, որոշակի վարքագծային օրինաչափությունների ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա։ Մասնավորապես հերթով ներկայացնեմ առաջարկվող փոփոխությունները, ըստ էության նաև հանրությանը տեղեկացնելով սպասվող փոփոխությունների եւ բարելավումների վերաբերյալ առաջին հերթին ամենամեծ եւ ֆունդամենտալ փոփոխությունը այն է, որ կարգով սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքների եւ պայմանների ձևավորման շուրջ, մինչ այսօր յուրաքանչյուր գույքի մասով կառավարությունը իր օտարման որոշումներով սահմանում էր տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք դա ֆիքսում, առավել կանխատեսելի եւ առավել ընդհանրական մոտեցում ունենալու համար գույքի օտարման գործընթացներին, նաեւ արդեն տնտեսվարողները պոտենցիալ մասնակիցները աճուրդների եւ գույքի օտարման գործընթացների հնարավորություն կունենան կանխատեսելիություն ունենալու կառավարության գործողությունների մասով եւ սա կարծում ենք դրականորեն կանադառնա ընդհանուր գործընթացի վրա հանում ենք ոչ էլեկտրոնային աճուրդ հասկացողությունը ընդհանրապես գործող կարգով սահմանվում էր, որ էլեկտրոնային համակարգի խափանման
որոշ դեպքերում հնարավոր է իրականացնել ոչ էլեկտրոնային աճուրդ, այս կարգավորումը ընդհանրապես հանում ենք, նաև հիմք ընդունելով կառավարության նիստի ընթացքում տրված վարչապետի հանձնարարականը, սահմանվում է փոփոխություններով, որ չկառուցապատված հողամասերի օտարման համար որպես մեկնարկային գնի սահմանման համար եւս հիմք է ընդունվում շուկայական գնահատված արժեքը, ներկայիս կադաստրային շուկայական մոտարկված կադաստրային արժեքի փոխարեն եւ նաեւ Եվս մի կարևոր փոփոխություն է արվում, որ չկառուցապատված հողամասերի վաճառքի հայտարարությունների հետ պետք է պարտադիր կցված լինի նաև քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք հիմնված միկրոռեգիոնալ պլանավորման փաստաթղթերի վրա, սա ներդրողներին, գույքի գնորդներին հնարավորություն կտա առավել հիմնավորված գնման որոշումներ կայացնելու։ Սահմանում ենք աճուրդների չկայանալու դեպքում դրանց գնիչեցման սանդղակները, շարժական գույքի դեպքում յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկում է մեկնարկային գինը նվազեցնել 15%-ի չափով շուկայական գնահատված արժեքից, իսկ արդեն անշարժ գույքի դեպքում առաջարկվում է առաջին աճուրդը էլեկտրոնային կազմակերպել մեկնարկային գին սահմանելով գույքի շուկայական գնահատված արժեքի 100%-ը, չկայանալու դեպքում երկրորդ աճուրդի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 85%-ը եւ երրորդ աճուրդի եւ երրորդ եւ հաջորդական աճուրդների դեպքում արդեն 70%-ը։ Սա հիմնված է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում, տարբեր երկրներ կիրառում են տարբեր մոտեցումներ, կախված մասնավորեցման քաղաքականության սկզբունքներից մենք որոշել ենք կիրառել այստեղ համատաբար պահպանողական եւ որոշակի նաեւ ճկունություն տրամադրող համակարգ եւ ինչպես նշեցի խոսքի սկզբում, քանի որ կարգավորումները արդեն ընդհանուր են լինելու, կառավարության մասնավորեցման քաղաքականության փոփոխությունների դեպքում արդեն այս կարգավորումների այս տոկոսների իջեցման կամ բարձրացման արդյունքում կարող ենք որոշել մասնավորեցման քաղաքականության այսպես ասած ախորժակը կամ ագրեսիվությունը, այսպես ասած։ Այս սանդղակները սրանք միջին պահպանողական շերտ են եւ իհարկե մենք մոնիտորինգի կենթարկենք այս գործընթացը եւ արդյունքների հետ կապված արդեն փոփոխությունների առաջարկություններ կներկայացնենք, եթե անհրաժեշտություն լինի։ Նաև կարևոր փոփոխություն է աճուրդների հայտարարությունների տեղադրման ժամկետների երկարաձգումը, մասնավորապես անշարժ գույքի դեպքում ներկայիս 15 օրվա փոխարեն կսահմանվի 45 օր աճուրդից առաջ հայտարարություն տեղադրելու պարտադիր պայման, այսինքն 45 օրվա ընթացքում պոտենցիալ գնորդները հնարավորություն կունենան ծանոթանալ տվյալ գույքի պարամետրերին եւ կայացնել հիմնավորված որոշումներ դրանց աճուրդներին մասնակցելու վերաբերյալ եւ նաեւ հնարավորություն կտա հնարավորինս մեծացնելու պոտենցիալ մասնակիցների շրջանակը առավել լայն հասարակության հատվածների հասցնելով աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ անշարժ գույքի մրցույթների դեպքում արդեն առաջարկում ենք սահմանել 60 օր, քանի որ մրցույթների դեպքում կա նաև ներդրումային ծրագիր ներկայացնելու պարտադիր պահանջ եւ այս ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի պոտենցիալ գնորդները հնարավորություն ունենան կազմել եւ նախապատրաստել ներկայացվող ներդրումային ծրագրերը, երկարացնում ենք նաև բուն աճուրդի տևողությունը, այսինքն կոնկրետ աճուրդային գործընթացի եւ հայտեր ներկայացնելու ժամկետի տևողությունը ներկայիս 1 օրվա փոխարեն սահմանում ենք 3 օր, այսինքն 3 օրվա ընթացքում հնարավոր է ներկայացնել գնային առաջարկներ եւ մասնակցել սակարկություններին եւ երրորդ օրվանից հետո նոր կամփոփվեն աճուրդի արդյունքները եւ հաղթող կճանաչվի առավել բարձր գին ներկայացնող մասնակիցը։ Նաև որոշակի փոփոխություն ենք իրականացրել էլեկտրոնային աճուրդների վարձակալությանը վերաբերող հատվածում, մասնավորապես էականորեն բարձրացրել ենք դրանց նախավճարները, քանի որ վիճակագրությամբ արձանագրվել են որոշակի միտումներ, որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից վարձակալության գործընթացները խափանելու եւ բարձր գնային առաջարկներ ներկայացնելու, հաղթելու եւ հետագայում պայմանագրեր չկնքելու դեպքեր, սրանով կարծում ենք մեծապես
կվերացնենք այս երևույթը, ինչպես նաև նույն նպատակով առաջարկում ենք սահմանել, որ հաղթած սակայն պայմանագիր չկնքած մասնակիցը հնարավորություն չի ունենա մասնակցելու նույն գույքի վարձակալության հաջորդող աճուրդներին։ Եվս մի շարք փոփոխություններ ենք իրականացրել, պարոն Խաչատրյան, տեխնիկական եւ իրավական ակտերին համապատասխանեցման տեսանկյունից, կարծում ենք սա դրական կանոնադրման ընդհանուր գործընթացի վրա, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։ Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ լրացուցիչ բարձրաբանումներ ներկայացնել, թե մենք ինչու ենք այս փոփոխությունների անհրաժեշտությանը հանգել։ Ունենք շատ դեպքեր, երբ որ պետական սեփականություն հանդիսացող գույքը կարող է շատ արդյունավետ լինել առավել լայն օգտագործման տեսանկյունից, դրա պետության կողմից դրա հետագա օգտագործումը աննպատակահարմար համարելու դեպքում ցանկանում ենք, որ դրանք տանենք վաճառքի եւ հասցնենք այն մասնավոր տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր հետաքրքրված են այդ գույքի հարցում եւ կարող են այդ գույքը ներառել իրենց ակտիվ տնտեսական գործունեության շրջանակում։ Եվ դա անելով մենք պարտավոր ենք անել նաեւ հաջորդը, ապահովել, որ օտարման գնացող պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց ստանանք առավելագույն արդար հատուցում, որովհետև դա հանրային շահն է պահանջում, որ պետական սեփականություն հանդիսացող գույքը օտարվի դրա իրական շուկայական արժեքով։ Դրանով հանդերձ նայում ենք այն ընթացակարգերը, որոնք սահմանված են այսօր եւ տեսնում ենք, որ կան դեպքեր, երբ որ մենք մի կողմից տեսանելիության եւ հասանելիության տեղեկատվության հասանելիության խնդիր ունենք, բայց միայն դա չէ խնդիրը։ Ես հիմա մի դրվագ էլ կպարզաբանեմ, հետո կխնդրեմ, որ պարոն Թովմասյանը մեզ պատմի, թե մենք այդ ուղղությամբ ինչ աշխատանք ենք տանում։ Այսինքն մենք պարոն Ավետիսյանը իր խոսքում արդեն նշեց, որ որպես սկզբունք ցանկացած պետական գույք, որ տանում ենք օտարման աճուրդի եղանակով, էլեկտրոնային աճուրդների հարթակում, որոնք այսուհետ լինելու են միակ վաճառքի հարթակը, թղթային աճուրդները կամ թղթային եղանակով իրականացվող աճուրդները այլևս պրակտիկայում չեն մնալու, մենք տեսնում ենք, որ այդ գույքի նկատմամբ բավարար հետաքրքրություն չի եղել, կամ մասնակիցների կազմն է քիչ, կամ այդ աճուրդը հայտարարվում է, բայց տևական ժամանակ չի կայանում, կամ նշանակում է դա, որ չկան հետաքրքրված կողմեր, ովքեր ցանկանում են այդ գույքը ձեռք բերել։ Նշանակում է կամ մարդիկ կամ կազմակերպությունները բավարար չափով տեղեկացված չեն, կամ մեր ընթացակարգերը այնպիսին չեն, որոնք թույլ են տալիս, որ այդ գործարքը կայանա։ Եվ պարոն Ավետիսյանը արդեն պարզաբանեց, որ բավարար չափով տեղեկացված լինելու համար մենք առնվազն հայտարարությունը, որը թույլ է տալիս տեսնել աճուրդի տարված օտարման ենթակա գույքը, տևական ժամանակ լինի մարդկանց եւ կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ այդ պատճառով որոշել ենք, որ 15 օրը փոխարինենք 45 օրով։ Ես ուզում եմ պարզաբանել նաեւ, որ սա ոչ միայն տեղեկացվածության տեսանկյունից է կարեւոր, այլև կարեւոր է, որ մարդիկ նախապատրաստվեն կամ կազմակերպությունները նախապատրաստվեն այդ գույքի ձեռքբերմանը։ Երբ որ մենք օտարման ենք տանում օրինակ 1.5-2 միլիարդ դրամ արժեքով գույք, իսկ վերջերս պետք է առիթը օգտագործելով ես մեկ անգամ դրա մասին խոսեմ, նախարարական կոմիտեներից մեկի ժամանակ քննարկում էինք Հանրապետության փողոցի վրա գտնվող պետական սեփականություն հանդիսացող մի շատ նշանավոր շենք վաճառքի տանելու հարցը, հետո հասկացանք, որ այն գործող ընթացակարգերով, որոնք այսօր կան, այդ գործարքը կարող է ամենաարդյունավետ ձևով չկայանալ եւ որոշեցինք, որ դա հետաձգենք, այս ընթացակարգերը փոխենք, որ ավելի բարձրացնենք տեսանելիությունը, կազմակերպություններին հնարավորություն տանք պատրաստվել եւ մասնակցել այդ աճուրդին ներկայացնելով պետության համար եւ իրենց համար լավագույն հնարավորություն եւ առաջարկ։ Հիմա 45 օրը կարևոր է նաեւ նրա համար, որ եթե կազմակերպություններից մեկը պետք է իր բանկի հետ, օրինակ, բանակցի եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավի այդ ձեռքբերումն իրականացնելու համար, կարողանա նաեւ այդ աշխատանքը տանել, որովհետեւ դա պակաս կարևոր չի։ Միշտ չէ, որ որևէ կազմակերպություն ամեն պահի ունի 1.5-2 միլիարդ դրամ ազատ դրամական միջոցներ, որ երբ որ տեսնում է, որ մի հետաքրքիր գույքային միավոր հայտնվեց աճուրդի հարթակում, կարողանա գա եւ 2 շաբաթվա ընթացքում ձեռք բերի։ Այս տեսանկյունից, պարոն Ավետիսյան, ես կխնդրեմ ուշադիր լինեք, որովհետեւ թեև դուք մեր քննարկումների աշխատանքային քննարկումների ժամանակ պարզաբանեցիք, որ 45 օրը միջազգային պրակտիկայում առավել հաճախ հանդիպող ժամանակն է, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ
Միջազգային պրակտիկայում, եթե մենք համեմատում ենք օրինակ զարգացած արևմտյան տնտեսությունները, նաև երևի վարկային միջոցների հասանելիությունն է ավելի բարձր, կամ կազմակերպություններին ավելի քիչ ժամանակ է պետք իրենց բանկերի հետ աշխատելու եւ բավարար միջոցներ առանձնացնելու այդ գործարքին մասնակցելու համար։ Կարող է ժամանակը ցույց տա, որ 45 օրը թեև միջազգային պրակտիկայի տեսանկյունից լավ ժամանակահատված է պատրաստվելու համար, բայց մեզ մոտ կարիք լինի դա նույնպես վերանայել ավելի երկարացնել, որովհետև այդ սպասման ժամանակը ի վերջո ոչ մեկին վնաս չի։ Այսինքն, եթե մեկը մեծ ներդրումային ծրագիր է մշակել, ցանկանում է իրականացնել, եթե 45 օրվա փոխարեն 60 օր սպասի, մինչև գործարքը կկայանա, դրանից շատ բան չի փոխվի ըստ էության։ Եվ հաջորդ խնդիրը, որ մենք տեսել ենք այս ընթացքում, վերաբերում է գնահատմանը։ Շատ դեպքեր ունենք, երբ որ պետական գույքը հայտնվում է աճուրդային հարթակում եւ տեսնում ենք, որ չի վաճառվում։ Ինչը կարող է դրա պատճառ լինել, մեկը որ բավարար տեղեկացված չեն, եւ մենք այս բավարար տեղեկացվածությունն ապահովելու համար արդեն պարոն Ավետիսյանը պարզաբանեց, որ որոշակի քայլեր ենք կատարում այդ հայտարարության ժամկետները երկարաձգելու համար, բայց մյուսը գույքի գնահատումն է։ Թեև մենք ասում ենք, որ ցանկանում ենք, որ գույքը գնահատվի շուկայական արժեքով, բայց մեր գնահատման մեթոդների որոշ դեպքերում խոցելիության պատճառով եւ գնահատման կարգավորումների ես մեթոդների չէի ասի, որովհետեւ պարոն Թոմասյանը հիմա կուղղի ինձ կասի, որ այդ մեթոդները աշխարհում ընդունված ստանդարտներին շատ մոտարկված են եւ շատ չեն տարբերվում նրանցից, որոնք որ միջազգային լավագույն պրակտիկայում կան, բայց այնուամենայնիվ գնահատողները, որոնք լիցենզավորված մասնագիտական գործունեություն են իրականացնում, երբ գիտեն, որ խոսքը վերաբերում է պետության կողմից վաճառքի տարվող գույքի, ցանկանում են զգուշավոր կողմում մնալ եւ հնարավոր ամենաբարձր արժեքով են գնահատում։ Առնվազն մեզ հասած տեղեկությունները դրա մասին են։ Եվ երբ որ բարձր արժեքով գույքը հայտնվում է էլեկտրոնային աճուրդի հարթակում, մասնակիցները, որոնք տեսնում են այդ հայտարարությունը, մտածում են, որ համանման գույք իրենք շուկայից կարող են ձեռք բերել դրանից ավելի էժան գնով։ Եվ եթե մենք այստեղ սխալանք ունենք որ գնահատման մեթոդաբանության եւ պրակտիկայի պատճառով պետական գույքը վաճառքի տարվելուց իր միջին շուկայական արժեքից ավելի բարձր արժեքով է հայտնվում վաճառքի հարթակում, նախատեսել ենք նաեւ որոշակի գնիչեցման ընթացակարգ մինչեւ 30% ընդհանուր չափով, մտածելով, որ մի կողմից այդ ժամկետների երկարացումը, մյուս կողմից երկու փուլով հնարավորություն տալը, 3 փուլով նույնիսկ հնարավորություն տալը աճուրդին մասնակցելու, նաև այդ հնարավոր սխալ գնահատման խնդիրը կլուծի, եթե մենք կարողանանք բարձր մասնակցություն ապահովել, ապա անկախ նրանից, որ կարող է երրորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գինը լինի սկզբնական շուկայական արժեքի 70%, սակարկությունները կարող են տանել դեպի վեր եւ գտնել այդ գույքի իրական եւ արդար շուկայական արժեքը։ Բայց այստեղ ես ուզում եմ ասել, որ կադաստրի կոմիտեի հետ միասին մենք քննարկում ենք նաեւ հիմա այդ գնահատման կարգավորումները լավարկելու հարցը։ Պարոն Թոմասյան, կխնդրեմ պարզաբանեք, թե ինչ ենք անելու զուգահեռաբար, որ այս գործընթացներն ավելի արդյունավետ լինեն։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, ձեր գլխավորությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում վաղվա կոմիտեի նիստում ներառված է գնահատման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը եւ բովանդակային առումով այդ խնդիրները, որոնք որ բացահայտվում են ընդհանուր առմամբ գնահատման գործընթացում, ունեն մի քանի ֆունդամենտալ հիմքեր, այսպես ասված, թե որտեղից են իրենք բխում։ Եվ առաջի հիմքը, որը որ մենք առանձնացրել ենք եւ փորձում ենք այս նոր նախագծով շտկել, դա վերաբերվում է այն տեղեկատվական շտեմարաներին, թե գնահատման գործունեություն իրականացնելու ժամանակ գնահատողը որտեղից է վերցնում իր համար հիմք ծառայող այն օրինակները, որոնց հղում կատարելով իրականացնում է շուկայական գնահատում։ Եվ մենք տեսել ենք, որ գնահատող որակավորված մասնագետին որպես այդպիսին հասանելի չեն այն տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այն տեղեկատվությունը, որոնք որ պետությունը պահում եւ մշակում է տարբեր շտեմարաններում, եւ համապատասխան նախագծով առաջարկություն ենք անում, որ պետական մարմինները պետք է ստեղծեն այնպիսի շտեմարաններ, որոնցով որ գնահատողը պետք է ստանա տեղեկատվություն գույքի գների վերաբերյալ, ինչպես նաեւ բիզնեսի գործունեության որոշակի իհարկե չսահմանափակելով կամ չխախտելով գաղտնիության ռեժիմներ, ստանա տեղեկատվություն եւ իր գնահատման գործունեության մեջ կիրառի բացառապես պետական շտեմարաններից ստացված տեղեկատվություններ, եթե դրանք կան, եթե ոչ, նոր արդեն ինքը իր ենթադրությունների վրա հիմնվի եւ կատարի եզրակացություններ։ Բացի դա, նաեւ տարանջատում են գնահատման որակավորման վկայականների աստիճանակարգը, սահմանելով 3 աստիճանակարգ ըստ գործող բարդությունների գնահատման, թե որ աստիճանակարգով որ գնահատողը ինչ մեթոդաբանությամբ ինչ գնահատում կկարողանա
կարողանա իրականացնել։ Ներ ենք դնում ավելի լայն էլեկտրոնային շտեմարան, որտեղ որ պետք է հավաքագրվեն շուկայում տեղի ունեցող գնահատման հաշվետվությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, դրանք վերլուծվեն կադաստրի կոմիտեի կողմից, որպեսզի նաև այն գործարքների գները կամ գնահատման արժեքները, որոնք որ այսօր շուկայում առկա են, հնարավորություն ունենան հրապարակել որոշակի ամփոփ տեղեկատվությամբ եւ դրանով իսկ եւս իրազեկել գնորդներին եւ շուկայի մասնակիցներին գործող գների շուկայում փոփոխությունների վերաբերյալ, սա մեզ հիմք կտա նաև որակյալ շուկայի վերլուծություն եւ կանխատեսումներ հետագայում իրականացնել եւ այս համալիր փաթեթը, որը որ մենք առաջարկում ենք, միտված է հենց կարգավորելու նմանատիպ խնդիրներ, որոնք որ բարձրաձայնվեցին եւ հուսով ենք, որ կոմիտեում կստանա դրական եզրակացություն հետագայում ազգային ժողովում քննարկելու մեծ դաշտ բացելու նպատակով։ Բացի դա, այս նախագիծը մշակվել է գնահատման հասարակական կազմակերպությունների եւ մասնագետների ակտիվ մասնակցությամբ, իմ գլխավորությամբ տեղի ունեցել ավելի քան 5 երկարաժամյա քննարկումներ, որոնց արդյունքում մենք համաձայնեցված այս նախագծի տարբերակը ներկայացրել ենք։ Ուզում եմ ասեմ, նաև մասնագիտական հանրության հետ լայն քննարկված նախագիծ է սա, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, այսինքն ըստ էության մենք ձեր կողմից առաջարկվող փոփոխություններով կբարձրացնենք այն տեղեկությունների հասանելիությունը եւ մատչելիությունը, որոնք գնահատողների համար կամ գնահատողների կողմից օգտագործվում են շուկայական գնահատումը իրականացնելու իրենց մասնագիտական գործունեության ընթացքում եւ որքանով այդ տեղեկությունները լայն լինեն եւ հուսալի, նրանց գնահատման եզրակացությունն էլ այդքանով ավելի որակյալ կդառնա։ Խնդրեմ, եթե լրացնելու բան ունեք։ Շնորհակալություն, այո, պարոն փոխվարչապետ, ամբողջությամբ ճիշտ եք եւ այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ անկախ ամեն ինչից գնահատությունը իրականացում է եւ գնի վերաբերյալ ենթադրությունները, դրանք մասնագիտական գործընթացներ են եւ վերլուծության արդյունք են եւ երբ որ մենք ասում ենք գնահատման հաշվետվություն, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի տեղեկատվության հիման վրա են այդ ենթադրությունները իրականացվում։ Եթե այսօրվա օրինակը վերցնենք, որ գնահատողը ունենալով որակավորման վկայական եւ կատարելով գույքի գնահատում, ինքը գործարքի գներին հասանելիություն չունի։ Մեկ փոքր օրինակ եմ բերում ընդամենը։ Եվ այդ հասանելիության բացակայությունը ստիպում է, որպեսզի ինքը իր հիմքում ենթադրությունների դնի բաց հարթակներում տեղ գտած հրապարակումները։ Այսինքն օրինակի համար որևէ վաճառքի կայքում որևէ նման գույք է գտնում եւ այդ նման գույքին գնին հղում կատարելով փորձում է հիմնավորել, թե ինչի է ինքը հանգել այդ գնի եզրակացության, բայց այնուամենայնիվ մենք շտեմարաներում ունենք վաճառքի արդեն իսկ գործարքներ, որոնք որ արձանագրված կոնկրետ գներով են եւ սա եւս մեկ աղբյուր է, որովհետեւ ինքը կարողանա ավելի հիմնավոր վերլուծություններ իրականացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, խնդրեմ պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխվարչապետ, կուզեմ ընդամենը մի արձանագրում անել, որի կատարում են Հանրապետության վարչապետի հանձնարարականի։ Մենք արդեն ամփոփում ենք նաև համայնքային գույքի վաճառման եւ մրցույթների ընդհանուր կարգը, այնտեղ փաստաթղթավորման ավարտական փուլում են գտնվում եւ համայնքային գույքը եւս այսուհետեւ վաճառվելու է բացառապես այս հարթակի եւ ընդունված կարգավորումների սահմանում։ Եթե կարճ արձանագրեմ, պիտի ասեմ, որ պետական եւ համայնքային բոլոր տիպի գույքերը այսուհետեւ հնարավոր կլինի գտնել միայն մեկ հարթակում եւ այդ աճուրդներին մասնակցել միայն նույն տրամաբանության մեջ։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, դա նույնպես շատ կարևոր պարզաբանում է։ Պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, նաև մեկ առաջարկություն հետագայում գործընկերների հետ աշխատանքի կազմակերպման համար, նաև առաջարկում եմ այս բոլոր տեղեկատվությունները ինտեգրել ազգային գեոպորտալին եւ այս գեոպորտալում առանձնացնել առանձին շերտ, որը արդեն կտեղափոխի քաղաքացիներին նաև համապատասխան վաճառքի հարթակներ, այսինքն ազգային գեոպորտալը հանդիսանալով տարածական տվյալների ինտեգրված համակարգ, նաև ծանուցումների քաղաքացիներին տվյալների հասանելիության եւս մեկ համակարգ կարող է հանդիսանալ։ Շնորհակալություն։ Դա նույնպես կարևոր պարզաբանում է եւ ըստ էության մենք տեսանելիություն կամ տեսանելի եղանակով գույքի տեղադրությունը եւ դրան վերաբերող մյուս կարևոր տեղեկությունները բացահայտելով կարող ենք թույլ տալ, որ մենք ստանանք վաճառքի տարվող գույքի համար լավագույն գնային առաջարկը։ Նորից ուզում եմ գալ նրան, որ մեր բոլոր այս որոշումների հիմքում նա է, որ ամենաշահեկան գործարքը տեղի ունենա թե գնորդի եւ թե պետության տեսանկյունից, որպեսզի գնորդը լիարժեք տեղեկացված լինի, թե ինչ է ձեռք բերում, իսկ պետությունը ստանա դրա ամենաարդար եւ արժանի հատուցումը։ Եվ սրան նպաստող էր նաեւ մեկ կարևոր հանգամանք, որ պարոն Ավետյանը արդեն նշեց եւ ես եւս մեկ անգամ կարևոր եմ համարում կրկնել։ Մենք որոշել ենք, որ
վաճառքի տարվող հողամասերի դեպքում է դա հատկապես կարևոր, բոլոր սահմանափակումները, որոնք պետությանը հայտնի են, այդ հայտարարության մեջ արկա լինեն, որովհետև մենք քիչ չենք ստանում նաև տեղեկություններ, որ մարդիկ կամ կազմակերպությունները ոչ բավարար չափով տեղեկացված լինելով, թե ինչ սահմանափակումներ կան այդ հողամասի հետ կապված, հողամաս են ձեռք բերել, հետո որոշ ժամանակ անց իրենց հայտնի են դարձել այնպիսի սահմանափակումներ, որոնք նվազեցնում են այդ հողամասի օգտագործման հնարավորությունները, եւ որովհետեւ դա անակնկալ չլինի, այն չափով, որ դրանք վերաբերում են տարածական պլանավորման փաստաթղթերին, քաղաքաշինության կոմիտեն կտրամադրի գույքի կառավարման կոմիտեին եւ պարոն Թովմասյան, ենթադրում եմ նաեւ, որ եթե, չգիտեմ, առանձնահատուկ սահմանափակումներ կան, որոնք որ կադաստրի կոմիտեին են հայտնի, բայց հայտնի չեն քաղաքաշինության կոմիտեի գործընկերներին, ապա դրանք նույնպես համագործակցության ամենաարդյունավետ ձևաչափով տրամադրվեն գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի դրանք նույնպես հասանելի եւ հասկանալի լինեն։ Խնդրեմ, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, հենց այստեղ օգնության է գալու ազգային գեոպորտալը, ինտեգրման արդյունքում եւ հետագայում ենթակառուցվածքային շերտերի թվայնացման եւ ինտեգրման արդյունքում արդեն իսկ գեոպորտալում տեղադրվելու են այն սահմանափակման գոտիները, որոնք որ թույլ են տալու անմիջապես հետաքրքրվող սուբյեկտին մուտք գործելով այդտեղ տեսնել, թե օրինակ ենթակառուցվածքային սահմանափակում այդտեղ կա թե չկա, քանի որ կադաստրային քարտեզ օդային լուսանկարի հետ ինտեգրված է վաղուց, նաեւ տեսնել արկա է արդյոք այդտեղ կադաստրային քարտեզի որոշակի շեղումներ թե արկա չէ եւ ըստ այդմ պլանավորել իր հաջորդ գործողությունները այս փուլում էլ մենք կմասնակցենք դեռևս առանձին տեքստային կարգով կտանք պահանջվող տեղեկատվություն, եթե գործընկերները մեզ դիմեն, հետագայում այս ուղղությամբ աշխատանքները ավելի ակտիվացնելու պայմանով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան։ Այլ հարցեր կամ դիտարկումներ չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է, հարգելի գործընկերներ, նիստի օրակարգ սպառված է, նիստը ավարտված է, շնորհակալություն։